Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ եւ մոտակա րոպեներին մենք բնականաբար խոսելու ենք առողջության մասին։ Քննարկելու ենք տարբեր թեմաներ, բայց գլխավոր թեման այսօր նվիրված է լինելու վարիկոզ հիվանդությանը։ Հիվանդություն, որ շատ-շատերը կարծում են բնորոշ է միայն կանանց, իրականում տղամարդկանց 40%-ը ունի վարիկոզ հիվանդություն։ Ինչպես ախտորոշել, ինչպես բուժել եւ ինչպես կանխարգելել։ Քննարկելու ենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում մասնագետին։ Գնացինք։ Հումիս, գորտիկաշի եւ ավանակի արտաթորանք։ Աշխարհին հայտնի բժշկական հնագույն ձեռագրում Էբերսի պապիրուսում հենց այս դեղատոմսով էին բուժում երակների լայնացումը՝ վարիկոզը։ Այսօր վարիկոզով զբաղվում է բժշկության մի առանձին ճյուղ՝ ֆլեբոլոգիա անվանումով։ Իսկ ախտահարված երակներից բժիշկներին հաջողվում է ազատվել ոչ միայն բաց, այլև լազերային վիրահատության շնորհիվ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մոլորակի ամեն 5-րդ բնակիչ ունի երակների վարիկոզ։ Այն դարձել է ամենահաճախ ախտորոշվող հիվանդություններից մեկը, կապված մի շարք ռիսկի գործոնների հետ, որոնք են ժառանգականությունը, ավելորդ քաշը, անընդհատ կանգնած աշխատանքը կամ նստակյաց կյանքը, մշտապես բարձրակրունկ կոշիկ կրելը, ինչպես նաև հղիությունը։ Իդեպ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարիկոզը դասել է այսպես կոչված քաղաքակրթության հիվանդությունների շարքում։ Այսինքն, որքան զարգացած է երկիրը, այնքան հաճախակի են վարիկոզի դեպքերը։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներում 30-ից 50 տարեկան կանանց 54%-ն ունի վարիկոզ, ապա աֆրիկյան երկրներում ընդամենը 11,5%-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նաև ահազանգում է պասիվ նստակյաց կյանքը բերել է նրան, որ ինչպես տասնյակ այլ հիվանդությունների, այնպես էլ վարիկոզի դեպքում երիտասարդացում է նկատվում։ Այսօր վարիկոզն ավելի հաճախ է սկսել ախտորոշվել 25-ից 30 տարեկանների շրջանում։ Ինչ հարգելի հեռուստատողներ, ժամանակն է հրավիրել մեր առաջին հյուրին, իսկ հյուրը անոթային վիրաբույժ Արամ Խաչատրյանն է, դիմավորենք։ Ողջույն, բժիշկ Խաչատրյան։ Հարգանքներս։ Մենք խոսում ենք վարիկոզ հիվանդության մասին, որոշ սարքավորումներ այսպես ունենք, սրանք ձերն էին։ Միանշանակ։ Արդեն մեջն են, հույս չունենաք, եւ պատմեք վարիկոզ հիվանդության մասին։ Այսպես ասենք, այնքան է հիմա քրոնիկ երակային հիվանդությունն աշխարհում տարածվել, որ առանձնանում է արդեն առանձին ճյուղ անոթաբանությունից, որ կոչվում է ֆլեբոլոգիա, երակաբանություն, եւ երակաբանության առումով մենք տարբերում ենք էլի երկու բաժին, դա խորանիստ երակների խնդիրներն են, որոնք մոտավորապես 20% դեպքերում են հանդիպվում եւ 80% դեպքերում մեր հայտնի, սիրելի, տարածված վարիկոզ հիվանդությունն է։ Ու շատ մեծ տարբերություն կա մոտեցումների մեջ վերջին 10-15 տարում հեղափոխություն է եղել։ Ասած երկու տարբեր հիվանդություններ կարող ենք նկարագրել։ Նման սիմպտոմներով, բայց երկու տարբեր եւ բուժման տարբեր լոգիկայով։ Երբ որ մենք տեսնում ենք սեփական կամ ուրիշի ստորին վերջույթները, ոտքերը եւ տեսնում ենք ոտքերի վրա արտահայտված անոթներ, խոսքը վերաբերում է մակերեսային անոթներին։ Վարիկոզ հիվանդության մասին։ Այո։ Խորանիստ անոթը ես աչքով կարող եմ տեսնել։ Ոչ։ Նրանց ախտարումը շատ ավելի ցայտուն է, իրենց մենք չենք տեսնում, մենք տեսնում ենք իրենց ախտարման հետևանքները։ Դա կտրուկ այտուցված ոտքերն են, մեկ կամ երկու կողմից, դա մկությունն է եւ գագաթնակետը տրոֆիկական խոցն է, ու այստեղ ցուցադրված է բուժումից առաջ եւ հետո մենք դրա մասին մի քիչ հետո կխոսենք։ Բայց այնուամենայնիվ խորանիստ երակների հիվանդության գագաթնակետն է։ Որովհետեւ ես չեմ տեսնում այն դասական լայնացած անոթները կարող է չլինել, կարող է իդեալական սպիտակ մաշկ լինել ամբողջությամբ եւ միայն թաթերի մոտ կոճերի շրջանում լինել այտուց, դա մի փուլ է, մկություն մաշկի, մյուս փուլն է եւ ամենագագաթնակետը արդեն տրոֆիկական խոց է։ Այսինքն այս հիվանդությունը ավելի շատ է, ավելի արագ է հաշմանդամացնում, քան վարիկոզ հիվանդությունը։ Քանի տոկոս դեպքերում է եւ մակերեսային եւ խորանիստը, քանի տոկոս դեպքերում կարող են լինել միայն մակերեսային եւ քանի տոկոս դեպքերում կարող է լինել միայն խորանիստ։ Ինչքանով են դրանք պարտադիր համադրվում։ Վարիկոզ երակները իրենք կարող են առաջանալ որպես խորանիստ երակային համակարգի ախտարման արդյունք։ Այսինքն երբ փակվում է մեր հիմնական ուղին, իսկ մեր արյան 90%-ը հոսում է խորանիստ երակներով, որպես կոմպենսացիա լայնանում են վարիկոզ երակներ, մաշկի երակները, դա կոչվում է երկրորդային վարիկոզ։ Այս առումով մենք կարող ենք դա տեսնել։
բայց եթե մենք վերցնենք ընդհանուր պոպուլյացիայում, գերազանցապես 80 եւ ավել տոկոս դեպքերում խոսքը գնում է մակերեսային երակների հիվանդության, վարիկոզի, այն որ մենք ասում էինք 70% եւ ավել կանանց մոտ, 40% եւ ավել տղամարդկանց մոտ, խորանիստ երակների դեպքում, ինչպես ասացիք, արտաքին պատկերը երակների կարող է եւ չնշմարվել կամ լինել զուգակցված, բայց ավելի շատ խնդիրը ոչ թե մաշկի երակների լայնացման, այլ ավելի կարեւոր մագիստրալ երակների ախտարման մասն է, նեղացման մասն է։ Մի դեպքում լայնացում, մի դեպքում նեղացում։ Բարի, հիմա փորձենք երկուսը առանձին դիտարկել, սկսենք ավելի պարզ, ավելի հեշտ մակերեսային անոթների վարիկոզ լայնացումից, բոլորս տեսել են, կարծում եմ որևէ մեկը չկա, որ չի տեսել, եթե ինքը անգամ չունի, ապա հաստատ տեսել է։ Կինը եթե գոնե մի երեխա ունի, ամենայն հավանականությամբ գոնե մի լայնացած աստղիկ ունի։ Տեսնելու են։ Որքանով է դա վտանգավոր եւ որքանով է ցուցված գնալ ինչ որ միջամտություն անել, բուժել, չբուժել։ Քանի դեռ դա մաշկի վրայից բարձրացող երակներ չեն, այսինքն մաշկի հարթության մեջ են, ուղղակի տեսնում ենք։ Խնդիրը կոսմետիկ է եւ ամեն մարդ որոշում է զբաղվել իր համար կոսմետիկա է։ Ազատվել դրանից թե չազատվել։ Եթե արդեն մաշկից վեր բարձրացող ալիքաձև, ողկուզաձև երակներ են, այսինքն վարիկոզ է, այստեղ անպայման պետք է զբաղվել, որովհետեւ դա կարող է հանգեցնել խնդիրների, մասնավորապես տրոմբոզի, արյունահոսության, մաշկի փոփոխության եւ ընդհանրապես ոտքերում ծանրության զգացողություն, ցավեր եւ այլն։ Այդ դեպքում մենք արդեն դիմում ենք միջամտության, որը կոչվում է լազերային աբլացիա, լազերային չորացում, տարածեորեն ասեղ եւ լազեր։ Այսինքն, եթե մենք տարիներ առաջ խոսում էինք կտրվածքների, ողնուղեղային ազգայացման, նարկոզի, կարերի, հիվանդանոցում, այդ ամենը այլևս պատմություն է եւ տեղ չունի ժամանակակից ֆլեբոլոգիայում, այսինքն որևէ պատճառ բռնել, ես դա օֆիցիալ ասում եմ, դա իմ կարծիքը չի, դա համաշխարհային մոտեցում է, որևէ պատճառ բռնել վարիկոզի համար կտրված կանելու, դա ընդամենը չկարողանալն է լազերով խնդիրը լուծել։ Կապ չունի ինչ չափի երակ է, կապ չունի տրոմբված է թե չէ, նախկինում վիրահատված է թե չէ, տարեց մարդ թե երիտասարդ է, ուռուցք ունի թե չէ, արյան հիվանդություն ունի, ոչ մի կապ չունի, եթե կա վարիկոզ, խնդիրը կարելի է լուծել ասեղով եւ լազերով, միջամտությունից րոպեներ հետո պացիենտին ճանապարհում ենք տուն։ Այստեղ մենք ունենք այսպիսի վիդեո, ես փուլերը ցույց եմ տալիս, թե ինչպես ասեղի անցքով մտնում այրում եմ երակները եւ միջամտությունից անմիջապես հետո բուժարուն վերադառնում է իր առօրյա կյանքին։ Այս շատերը այսպիսի երակների համար դեկասեն, դե սա մեծ է, սա ինչ լազեր եւ այլն, ոչ մի դեպքում այս կնոջը տարիքը 72 տարեկան, մենք 40 րոպեում ասեղով եւ լազերով վիրահատեցինք, միջամտությունից րոպեներ հետո հագնվեց գնաց իր առօրյա գործերով, վիրահատության ընթացքը կարճատև երևում է նույնպես։ Ահա ես ասեղով մտնում եմ երակի մեջ, ապա անց եմ կացնում հատուկ ուղղորդիչ լարը, հետո ուղղորդիչ լարի միջոցով կաթետրը եւ կաթետրի միջոցով այս կաթետրն է, որի միջոցով արդեն լազերային լարը ազգայացումը մաշկն է, տեղային, ինչպես ատամնաբուժները ազգայացնում են լնդերը։ Ինչն է իմաստը, այս լազերով մտնում ես անոթի մեջ եւ երբ որ լազերը աշխատում է, անոթի պատերը կպնում են իրար։ Մենք այդտեղ կարող ենք անգամ տեսնենք ինչպես տեսնում եք, այսպես խփում է լազերը, ճառագայթացել ներսից այրում է։ Եվ փակում է անոթը, պատերը կպնում են իրար եւ վերջ հարց փակված է։ Այո, շատ ճիշտ է։ Իդեպ երբ մենք խոսում էինք թեթև փոփոխությունների մասին, այսպես կոչված աստղիկների մասին անոթային, եւ դուք ասացիք, որ դա կոսմետիկ խնդիր է։ Ինչպես կարելի է լուծել այդ կոսմետիկ խնդիրը։ Առողջությանը խնդիր չի սպառնում, վտանգավոր ոչինչ չունի, բայց երիտասարդ կին է եւ դուր չի գալիս, որ կան անոթային այդ աստղիկները։ Ինչ ենք անում։ Սկլերոտերապիան հնարավորություն է տալիս 1 սեանսով 2 ոտքի շատ մազանոթներ վերացնել միանգամից, ներարկումներից փրփուրի միջոցով, հատուկ փրփուր է, այսինքն 1 մաքսիմում այդ ինչքան շատ պետք է լինեն երակները, որ երկրորդ սեանսի կարիքը լինեն, պարզապես մի բան պետք է հաշվի առնել, որ սա չի ապահովում մինչև կյանքի վերջ մազանոթներ չառաջանալը, առաջանալը տարիներ հետո նորից կարող են գալ կրկնել սահմանափակում չկա բացարձակ։ Վերջի վերջո ինչն ենք մենք աչքով տեսնում, մենք տեսնում ենք արյունը։ Անոթի մեջի արյունը։ Իհարկե, հեմոգլոբինը։ Եվ եթե մենք փակեցինք անոթը, այսինքն ներարկում արեցինք եւ այդ մազանոթը փակվեց, իր մեջով այլևս արյուն չի հոսում եւ մենք ոչինչ չենք տեսնում, որովհետեւ այդ կապույտը, կարմրավունը դա արյան գույնն էր։ Դա մաշկի տակից ուղակի թափանցող արյան գույնն էր։ Անոթը փակեցիր, մեջը արյուն չկա, ոչինչ չի երևա, ոչինչ չենք տեսնում։ Գանք ավելի տխուր թեմային, խորանիստ
հիվանդությանը։ Ասեմ, որ մինչև վերջին 10-15 տարին աշխարհում բնականաբար նաև մեր երկրում այս հիվանդներին մենք ընդամենը ամոթիչ ինչ-որ բուժումներ էինք նշանակում, գուլպաներ, հաբեր, որոնք հիվանդությունը չէին բուժում, դա արմատական բուժում չէր, դա ընդամենը ժամանակավոր ամոքում էր, մինչև որ հեղափոխական ոլորտ ստեղծվեց, էնդոֆլեբոլոգիա։ Հազար ներողություն, իսկ ինչու ասենք նույն այս լազերը, որով որ րոպեների ընթացքում փակում եք մակերեսային անոթը, ինչու ես չեմ կարող տանել եւ փակել։ Սա այրում է, չէ։ Հիմա արդեն խոսում ենք բացելու մասին, որովհետև մակերեսային երակները եթե լայնանում են, իրենց պետք է ազատվես իրենցից։ Դա կարծես արկղի մեջ ունենալ 100 խնձոր, որից մեկը փչացել է, այդ մեկը պետք է հանես, որ մնացածը խորանիստ անոթից ես ազատվելու խորանիստ անոթը պետք է պահել, փայփայել ամենասիրելի, ամենակարևոր գանձի պես, որովհետև դրանով են ընթանում։ Ու եթե այդ անոթը փակվում էր, տրոմբի հետևանքով, ուռուցքով էր սեղմվում կամ բնածին նեղացած էր, մենք ինչ էինք անում։ Մենք պարզապես հետևում էինք ինչպես այդ մարդու ոտքը կոպիտ ասած տարիների ընթացքում քայքայվում, ցավոք։ Հիմա արդեն ընդամենը ասեղով մտնում ենք, անց ենք կացում հատուկ բալոններ, որոնք ներսից փչվում լայնանում են, ապա այսպիսի զսպանակը, որ կոչվում է ստենտ, էլի փակած հավաքած վիճակում կաթետրի մեջ տանում հասցնում ենք հիվանդ տեղը փչում բացում ենք եւ նա ընդունում է անոթի ձևը, թույլ չի տալիս անոթը նորից փակվի, տեսեք ինչքան նեղացած էր, իսկ հիմա ստենտը ընդունել է անոթի ձևը։ Ակնհայտ տեսնում ենք արդեն։ Իսկ մինչ այդ ստենտը, այո, մինչ այդ անոթը փակված էր ուռուցքով նեղացած էր, դա նույնպես երևում է։ Եվ արդյունքում ինչ է լինում, այտուցը իջնում է, մկությունը կարգավորվում է, խոցերը լավանում են, իսկ սա արդեն սուր վիճակն է։ Այսպիսի վիճակում գալիս են։ Այսպիսի վիճակում նախկինում չէինք բուժում եւ դառնում էր հետտրոմբային հիվանդություն։ Իսկ հիմա այսպիսի վիճակը մենք նույնպես կարողանում ենք լուծել վիրահատական եղանակով սուր խորանիստ երակների տրամբոզները։ Եթե համեմատենք այնուամենայնիվ, օրինակ մենք գինեկոլոգիայում որոշակի դեպքեր, որոշակի իրավիճակներ ունենք, այո, լապարասկոպիա, բայց դեպքեր ունենք ու ցուցումներ ունենք բաց վիրահատությունների։ Անոթային վիրաբուժության մեջ մնացել են դեպքեր երակաբանության մեջ ոչ, զարկերակային վիրաբուժության մեջ այո, երակային վիրահատությունների ժամանակ ոչ, փակվել է, այդ թեման փակվել է եւ այնքան խորանիստ երակների տրամբոզի ժամանակ ինչ են անում, կավաֆիլտր են դնում, որ տրոմբը չգնա սիրտ։ Հիմա կավաֆիլտրի ցուցումները կարծես թե հրաժարվել են դրանց, շատ սահմանափակ է։ Ինչ ենք անում, կաթետրով էլի մտնում ենք, էլի այդ տրոմբները, կոչվում է տրոմբոլիզիս, տրոմբները արագ մի քանի ժամում մաքրում ենք, պացիենտը ազատվում է վտանգից։ Փորձենք հասկանալ ինչ անել, որպեսզի չդառնալ ձեր հիվանդը։ Չեմ ուզում։ Շատ լավ է, շատ գեղեցիկ է, շատ հեշտ է, գնացինք այդպես, բայց կներեք չեմ ուզում։ Ուզում եմ լինել առողջ եւ սրա կարիքը չունենալ։ Կա տարբերակ։ Կա տարբերակ, իհարկե շատ նյուանսներ կախված են գենետիկայից, այսինքն եթե այդ մարդու մոտ պետք է առաջանա վարիկոզ, առաջանալու է։ Ինչ ուզում ես արա։ Եթե այդ մարդու ունի տրոմբոֆիլիա, գեներում պարունակում է տրոմբի հակում, կարող է տրոմբ առաջանալ, բայց իհարկե մեր ներազդեցությունը մեծ է։ Առաջին հերթին դա լինել խուսափել հիպոդինամիայից, լինել շարժում, այսինքն երկար նստելը, երկար կանգնած մնալը, մեքենաներից, որտեղ որ կարելի է ոտքով քայլել, չնստել մեքենա, որտեղ որ կարելի է մարզվել, չօգտվել բազմոցից եւ այլն եւ այլն։ Հետևել քաշին, շատ կարեւոր է։ Հատկապես դա վերաբերվում է 1-2 հղիություն անցած կանանց, անպայման գոնե 10 րոպե գտնել, առաջին երկրորդ ծննդաբերությունից հետո այցելել անոթաբանի, որովհետև խնդիրները, որոնք առաջանում են հղիության ընթացքում, կարող են իսկույն չդրսևորվել, կարող է այն հատվածներում, որտեղ երակները խորքում են չերևան, բայց դուպլեքսով, սոնոգրաֆիայի միջոցով երևան։ Ճիշտ է թե հեքիաթ։ Ոտքը ոտքին գցած նստելը արդյոք վնասում է անոթներին։ Վնասակար է, որովհետև այստեղով անցնում են մագիստրալ անոթներ, որոնք կարող են սեղմվել։ Երբ դուք ոտքը ոտքին գցած նստում եք, դուք միշտ հիշեք, որ դուք դրանով վնասում եք ձեր անոթներին։ Մի արեք, անկախ նրանից դուք 10 տարեկան եք, 20 տարեկան եք, թե 80։ Նման այդ, չգիտեմ հայերեն ինչպես է լասինաները, որ հագնում են, ազդրերը սեղմող տաբատները, նույնպես ցանկալի չէ։ Բարձրակրունկները հագնել, բայց չարաշահելը նույնպես ցանկալի չէ։ Դրանք բոլորը անոթային համակարգի վրա վաղ թե ուշ ազդելու։ Գերտակացնելը, արևիտակ ոտքերը վառելը, կիզի ժամերին, այդ բոլորը։ Հնարավորության դեպքում հենց ազատ պահ ենք գտնում, հարմար պահ ենք գտնում ոտքերը բարձր դնելը, ճիշտ է թե սխալ։ Միանշանակ։ Գոնե եթե հնարավոր չէ, այս շարժումը վերև ոտնաթաթ։ Հա, թեկուս կանգնած դիրքում, դա հնարավոր է անել։ Հաճախ հիմա լսում ենք այդ գուլպաների մասին, սեղմող անոթային գուլպաների մասին, ձեր կարծիքը արժի դրանք կիրառել թե չէ, եւ մի քիչ բարձր են, մի քիչ սեղմող են, մի քիչ տհաճ են, հատկապես ամառվա ամիսներին,
արժի թե ոչ, որքանով են դրանք արդյունավետ։ Այստեղ գիտեք, պետք է ամեն ինչ չափի մեջ, այսինքն տոտալ այսպես ամեն օր 365 օր դրանց կրելը նույնպես ճիշտ չէ, բայց իրենցից հրաժարվելը նույնպես սխալ է։ Եթե կա այտուց, ոտքերը ուռչում են, եթե կա մաշկի փոփոխություններ, տրոֆիկ խոցեր, պարտադիր է։ Այս դեպքում պարտադիր է։ Մնացած դեպքերում պետք է իհարկե քննարկել բժշկի հետ, բայց ընդհանուր առմամբ դրանցով ավելի լավ է, քան առանց դրանց։ Այսպես ասեմ, ես դրանց համեմատում եմ արևային ակնոցի հետ։ Հա, կան մարդիկ, որոնք ամենավառ արևին էլ չեն դնում։ Բայց դնելով կարծես թե ավելի հարմար է, աչքեր ավելի քիչ են տանջվում։ Սա խորհուրդներ էին անոթային վիրաբույժ Արամ Խաչատրյանից, մենք խոսում ենք վարիկոզ հիվանդությունների մասին, մնացեք մեզ հետ։ 21-րդ դարում խոսել կտրվածքով երակ վիրահատելու մասին, դա նույնն է, ինչ ենթադրենք գնանք Գյումրի ֆայետոնով։ Հա, գեղեցիկ է ֆայետոնով, տրադիցիոն է, բայց արդյոք դա ճիշտ է, եթե կան մեքենաներ։ Սրանով հեշտացնում եմ իմ գործը, ի սկզբանե հիմա նշում եմ որտեղ եմ աշխատելու։ Վիրաբույժը պարտավոր է տիրապետել դուպլեքսային սկանավորմանը, որը ես հիմա կատարում եմ, որովհետև վիրահատությունը կատարվելու է առանց կտրվածքների։ Այսինքն իմ աչքերը այս սարքն է, այստեղ եմ ես տեսնում հիվանդ եւ առողջ երակները։ Այստեղ այս կարմիրները հիվանդ երակներն են, որոնք մենք լազերով չորացնելու ենք, իսկ առողջ երակները թողնելու ենք, որպեսզի նրան ծառայեն։ Չեմ թողնում ոչ մի հիվանդ երակ, բայց նաեւ չեմ կպնում որևէ առողջ երակի։ Գտնում եմ մեր հիվանդ երակը էկրանի վրա եւ այս պոմպով, որը ունի իր մեջ բարձր ճնշում, տեսնում եք, ասեղի միջոցով կատարվում է տեղային անզգայացումը։ Ասեղով պետք է մտնեմ այս սևի մեջ, որը հենց մեր երակն է։ Սկսեցինք։ Նախկինում այս նույն էֆեկտին հասնելու համար կատարվում էր ողնուղեղային անզգայացում, որպեսզի աչուկում արվի կտրվածք։ Եվ դրա պատճառով պացիենտը այդ օրը հաստատ մնում էր հիվանդանոցում, երբեմն 2 օր էր մնում հիվանդանոցում եւ գոնե 2 շաբաթ պահանջվում էր ֆիզիկապես վերականգնվելու համար։ Երբ ինքնաթիռը թռչում է, ինքնաթիռի հետևից մենք տեսնում ենք այդ գոլորշիների ինվերսիոն հետքը։ Նույն ձևով էլ այս լազերը երակին եփում է եւ իր հետևից թողնում է այդպիսի ինվերսիոն հետք։ Իսկ այստեղ ես հատ-հատ տեսնում եմ, ինչ որ հատվածը լավ չայրվեց, գնում գալիս եմ, այսինքն լազերով գնում գալիս եմ։ Այսպես ես այրելու եմ հետ քաշելով, այրելու եմ ամբողջ հատվածը հիվանդ երակի, որից հետո աշխատելու ենք արդեն ճյուղերի հետ, գնդիկներով նշված, եւ ընդհանուր առմամբ մոտավորապես 40 րոպե տևած վիրահատությունից 5 րոպե հետո պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա ակտիվ կյանքին։ Առաջին անգամ վիրահատվեցի կտրվածքով, վիրահատությունը կոչվում էր բաց վիրահատություն։ Վերականգնվելը տևեց մոտավորապես մի շաբաթ։ Այ հիմա կքանստեք։ Միջև էր կքանստեք։ Կտրվածքովի ժամանակ կարեր տրվեցին, իսկ լազերային վիրահատությունը ուղղակի որ համեմատում եմ զուգահեռներ եմ անցկացնում, շատ մեծ տարբերություն էր, շատ մեծ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Շարունակում ենք հաղորդումը, այժմ ծնողների դպրոցն է եթերում եւ իմ հյուրը մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանն է դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Մենք այսօր խոսում ենք նշիկներից, նշիկների բորբոքում, ցավ, թարախային պրոցես, բուժումներ, վիրահատություն։ Նախ ինչ են իրենց ներկայացնում նշիկները եւ երբ ենք ունենում նշիկաբորբ եւ ինչ ենք հասկանում նշիկաբորբ ասելով։ Հիշեցնեմ, որ օրգանիզմում կան բավականին մեծ քանակով լիմֆոիդ հյուսվածքներ, այսինքն իմուն պաշտպանության հյուսվածքներ, որոնցից ծայրամասայիններից հանդիսանում են նշիկները։ Եթե ծնողները անպայման նշում ենք, որ նշիկները դա ինչ որ անիմաստ, անպետք օրգան չէ։ Եթե ծնողները գիտեն եւ տեսնում են քմային նշիկները, պետք է նշեն, որ իրենք բավականին մեծ են եւ իրենք օղ են կազմում եւ ունենք քթմպանային նշիկներ, քմային նշիկներ, լեզվային նշիկ եւ փողային նշիկներ։
որոնցից մենք տեսնում ենք քմային նշիկները։ Երբ են իրենք բորբոքում, քանի որ իրենք առաջին դարպասն են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսների ժամանակ, հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, առաջինը իրենք էլ ռեակցիա են տալիս ինֆեկցիաներին, իրենց վրա վերցնելով ամբողջ պրոցեսը։ Նշիկաբորբերը, ինչպես նշեցի, բավականին հաճախ հանդիպող խնդիրներ են, իրենք կարող են լինել ինֆեկցիոն բնույթի, ինչպես նաև բակտերիալ բնույթի։ Մենք մանկաբույժներից ավելի շատ անհանգստանում ենք բակտերիալ բնույթի նշիկաբորբերից եւ հատկապես ախմբի բետա-հեմոլիցիկ ստրեպտոկոկից։ Հիմա տեսանք, երեխայի մոտ զարգացավ, նայեցիք զննված կարմրած թարախային պարունակությամբ, ինչ է կանելու։ Պետք է նշեմ, որ կա թյուր կարծիք, եթե կոկորտում կա թարախ, պետք է նշանակել հակաբիոտիկ։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ վիրուսային ինֆեկցիաները շատ ավելի հաճախ կարող են թարախային էքսուդատ թարախով պատել նշիկները, քան բակտերիալ ինֆեկցիաները։ Եվ ինչպես նշեցի, մեկ հարուցիչ կա, որից մենք մանկաբույժներից վախենում ենք, դա ախմբի բետա-հեմոլիցիկ ստրեպտոկոկն է, որը հանդիսանում է ռևմատիզմի հարուցիչը, որը կարող է ախտարել հոդերը, սիրտը ոչ adekvat բուժման դեպքում։ Դրա համար, եթե կատարում ենք ստրեպ տեստ եւ հայտնաբերում ենք բակտերիա, մենք կատարում ենք հակաբակտերիալ բուժում։ Մնացած դեպքերում, եթե կան վիրուսին բնորոշ ախտանիշներ, օրինակ կտահոսություն, հազ, նման դեպքերում, եթե նույնիսկ նշիկները պատված են էքսուդատով կամ ժողովրդական լեզվով ասած թարախով, մենք անմիջապես հակաբակտերիալ բուժման չենք դիմում։ Սիրում ենք խուսափել հակաբիոտիկներից, հակաբակտերիալ պրեպարատներից, բայց այնուամենայնիվ շատ հաճախ ստիված ենք լինում դրանք նշանակել։ Այո, որոշակի դեպքեր նշանակում են։ Նշանակեցինք, անցավ։ Մի քանի ամիս հետո նույն պատմությունն է։ Նորից էլի բորբոքված է, նորից այլի թարախային process, էլի բոլոր տեստերը պիտի անցնեմ, թե նշանակել էր, հիշում եմ, բացում եմ թուղթը, ինչ էր նշանակել անցած անգամ։ Նշանակել էր այս անտիբիոտիկները գնամ միանգամից երեխային տամ։ Բավականին հետաքրքիր ինֆորմացիա տվեցիք, որ շատ հաճախ են մայրիկներ անում։ Երբ որ դիմում են, ասում են դե անցյալ անգամ նշանակել եք, մենք կրկնեցինք անցյալ անգամվա նշանակություններ։ Նախ անցյալ անգամից ամեն անգամ չէ, որ նույն process-ը կարող է կատարել նշիկների հետ, հետո երեխայի աճի զուգահեռ փոխվում է նաև քաշը, իսկ նշանակումները հիմնականում կատարվում են քաշի։ Հատելով անցած տարի եք նշանակել, մի տարվա մեջ չի փոխվում։ Նշանակումները փոխվում են մանկաբույժի ամեն մի զննումից հետո եւ միշտ չէ, որ նախորդ նշանակումը կարելի է կրկնել հաջորդ ինֆեկցիոն գոյություն ունեն տարբեր հարուցիչներ, եւ գոյություն ունեն անտիբիոտիկոթերապիայի որոշակի կանոններ, որոնք հետևում է մանկաբույժը եւ ամեն անգամ նույն անտիբիոտիկը որոշակի հաճախականությամբ նշանակելու դեպքում մենք կարող ենք ցանկալի արդյունք չունենալ։ Այնուամենայնիվ կրկնվում է, նույն ստրեպտոկոկը անդադ հայտնաբերվում է երեխայի մոտ, մենք սկսում ենք վախենալ բարդություններից։ Ունենք իրավունք գնալ վիրահատական միջամտության։ Ինչպես նշեցի, կան որոշակի դեպքեր, երբ որ բակտերիալ հարուցիչի կրկնման դեպքում 7 էպիզոդ եւ ավել տարվա կտրվածքով դա հանդիսանում է վիրահատական ցուցման նշան։ Եվ եթե 2 տարի շարունակ 5 եւ ավել էպիզոդ տարեկան ունեցել է երեխան կրկնվող բակտերիալ նշիկաբորբի, սա եւս կարող է ցուցում հանդիսանալ նշիկների հեռացման։ Լավ, բայց դուք ամենասկզբում ասացիք մի շատ ավելի հետաքրքիր բան, որ նշիկները մեր օրգանիզմի դարպասներն են։ Բայց եթե մենք գնում ենք եւ դրանք մեր պաշտպանական համակարգն են, բայց եթե մենք գնում ենք, վիրահատում ենք, հեռացնում ենք մեր դարպասները բացում ենք, պաշտպաններին հանում ուղարկում ենք, բայց ինչ կլինի հետո։ Քանի որ ես նշեցի նաև, որ իրենք բակտերիալ ինֆեկցիաների դեպքում են հեռացվում, ստացվում է, որ նշիկները, օրինակ ախմբի բետա-հեմոլիցիկ ստրեպտոկոկի դեպքում դառնում են քրոնիկ բակտերիակիր եւ իրենք կարող են օջախ հանդիսանալ այլ, օրինակ սրտի ախտահարման, հոդերի ախտահարման, այսինքն աղբյուր են, որի դեպքում ցանկացած առիթի ժամանակ ախտահարվեն մյուս օրգանները։ Հեռացնելուց հետո որևէ խնդիր կարող ենք ունենալ կամ սահմանափակումներ, այդ երեխաները ավելի առողջ կլինեն, թե այդ երեխաները հակառակը ավելի շուտ կհիվանդանան, որովհետև նրանց իմունային համակարգի մի մասը մենք հեռացրեցինք։ Այստեղ բավականին հետաքրքիր է նաև ծնողների դերը հեռացումից հետո, քանի որ երբ որ կա adekvat սնուցում, ֆիզիկական ակտիվություն, բոլոր այն միջոցները, որը կարող է նպաստել առողջ ապրելակերպին, նման երեխաները կարող են հասակակիցներին չհեռացված նշիկով, հասակակիցներին չզիջել իրենց առողջական ցուցանիշներով։ Դուք ճիշտ նշեցիք, որ առաջի դարպասն են հանդիսանում, երբեմն առաջի նույնիսկ թեթև ինֆեկցիաների ժամանակ կարող են ինֆեկցիան ախտահարել ավելի ներքև գտնվող օրգանները,
ավելի բրոնխիտներ, ստորին շնչուղիների ավելի հաճախակի էպիզոդներ ունենանք նշիկների հեռացումից հետո։ Սակայն ինչպես նշեցի, եթե ծնողը adekvat հետևում առողջ սննդակարգին, ֆիզիկական ակտիվություն կա, սպորտ, երեխայի կյանքում ինֆեկցիաներ ավելի թեթև կարող է երեխան տանել։ Ավելի թեթև կլինի, եթե դուք ուշադիր եք, եթե դուք համագործակցում եք ձեր մանկաբույժի հետ եւ եթե իհարկե լսում եք մեր խորհուրդները։ Կանե Հովհաննիսյանի հետ էինք խոսում, նշիկներն էր այսօրվա թեման, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, սնվենք հաճույքով եւ մնանք առողջ հատվածն է մեր եթերում եւ մեզ այս գործում օգնելու է Էկոկենտրոնի Պարենային անվտանգության եւ սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը։ Ողջույն Մելինե։ Ողջույն։ Եվ այսպես մենք այսօր խոսում ենք բանջարեղենի մասին։ Բոլորը գիտեն։ Բանջարեղենը օգտակար է, պետք է բանջարեղեն, միրգ, բանջարեղեն։ Օրինակ, ինչ նոր բան դուք կարող եք մեզ այսօր պատմել։ Եթե մենք ուզում ենք ունենալ առողջարար սննդակարգ, մենք չպետք է ֆիքսնենք մեկ տեսակի վրա կամ սահմանափակ քանակությամբ տեսակների վրա, այլ պետք է ապահովենք բազմազանությունը եւ գունային գաման։ Մենք ասում ենք, որ առողջարար սննդակարգի այդ ծիածանագույն երանգները, մեկ ուզում ես փախնել, երանգները ապահովողներից հենց հիմնականում այս տեսակի բանջարեղեններն են, այս գունային գաման, որպեսզի կարողանանք մեր ափսեում ապահովել։ Շատ հեշտությամբ կարող ենք։ Այսինքն մեր հեռուստատողը չմտածի, որ ուղղակի գեղեցիկ էին բերել ենք, դրել ենք, սրանք բոլորը օգտակար են եւ մեզ անհրաժեշտ են։ Ինչքան ավելի գունավոր, այնքան ավելի լավ։ Այնքան բազմազանությունը ավելի շատ, որովհետև մենք գիտենք այս գույնները ապահովվում են տարբեր պիգմենտների եւ սննդանյութերի միջոցով, որոնք մեր օրգանիզմի համար շատ անհրաժեշտ են։ Դառնում են վիտամիններ։ Այո, եւ ինչն է կարեւոր բանջարեղենը մեր սննդակարգում ներառելիս, որ կան որոշակի առաջարկություններ, որ միրգը եւ բանջարեղենը պետք է մեր սննդակարգում լինի նվազագույնը 400 գրամ եւ մրգի եւ բանջարեղենի մասին այստեղ խոսքը։ Բնականաբար բանջարեղենը կարող է 200-ը նվազագույն չափով պետք է մեր սննդակարգում լինի, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ բազմազանությամբ մենք կարող ենք նվազեցնել նաեւ ռիսկային վտանգավոր նյութերի, որոնք բանջարեղենը հնարավոր է բոլորը նույն չափի, նույն ձևի, կասկածելի լավ տեսք ունեն։ Եվ բնականաբար մենք վախենում ենք մեծ քանակությամբ արհեստական պարարտանյութերի կիրառումով աճեցված սննդատեսակներից։ Ես սովորական քաղաքացի եմ, ես չունեմ սարքավորումներ, ինչպես ես կարող եմ տարբերել լավն ու վատը։ Ցավոք, աչքով չեն կարող բարձել, հա, արդյոք այս տեսակի բանջարեղենը պարունակում է թունաքիմիկատներ կամ ձեր ասած նշած պարարտանյութերը, թե ոչ, մենք պետք է վստահենք այն տեղեկատվությանը, որը որ կա, կամ այն աղբյուրներին, որոնցից ձեռք ենք բերում բանջարեղենը։ Իհարկե լավագույն տարբերակը, երբ մենք ունենանք ֆերմերային տնտեսություններ եւ բանջարեղենի արտադրություն, որտեղ օրգանական սերտիֆիկացում իրականացված լինի կամ թեկուզ պատշաճ գյուղատնտեսական պրակտիկաները իրականացվեն, հա, բոլոր գործընթացները եւ անգամ եթե թունաքիմիկատներ օգտագործվում են, ապա օգտագործվեն միայն թույլատրելի թունաքիմիկատները եւ այն քանակություններով, որոնք երաշխավորված են այս կամ այն բանջարեղենի արտադրության մեջ։ Եվ երբ խոսում ենք թունաքիմիկատների մասին, իհարկե մենք չենք կարող ընդհանրապես բացառել մեր սննդակարգից, ինչպես նշեցիք, այս բանջարեղենը, որովհետեւ ամեն դեպքում մենք կարիք ունենք այդ սննդանյութերի, որոնք բանջարեղենը կարող են ապահովել, բայց ինչպես կարող ենք մեղմել ռիսկը, որը գալիս է թունաքիմիկատներից, հա, թունաքիմիկատների ներգործության արդյունքում։ Մենք պետք է այդ բազմազանությունը ապահովենք, որպեսզի ռիսկերի մեղման գործընթաց իրականացնենք։ Բայց երբ ցանկանում ենք, հա, հասկանալ արդյոք թունաքիմիկատ պարունակում է թե ոչ, իհարկե ազգային մոնիթորինգային տվյալները մեզ պետք է ապահովեն այդ տեղեկատվությունը եւ պարբերաբար իրականացվեն։ Ցավոք մենք շատ հաճախ առնչվում ենք այս խնդրի հետ եւ ինքս էլ ներառված լինելով, իհարկե ես ամենակարևոր կանոնին եմ հետևում ռիսկերի մեղմացման համար բազմազանություն ապահովելը, որովհետեւ եթե անգամ մենք ունենանք առանձին տեսակի բանջարեղեն, որոնց մեջ թունաքիմիկատների բարձր կամ համեմատաբար բարձր պարունակություն ունենանք, բայց մենք սպառենք դրանցից փոքր քանակություններով կամ ոչ շատ հաճախակի, այդպիսով կարող ենք որոշակի չափով մեղմել ռիսկերը։ Որոնք են ամենավտանգավոր բանջարեղենի կամ մրգի տեսակները, որոնք ամենաշատն են կլանում կամ որոնց աճեցնելու ժամանակ ամենաշատն են օգտագործում նիտրատները։ Տեսեք, կլանելու տեսանկյունից եթե խոսում ենք, քանի որ մենք հետազոտություններ իրականացնում ենք նաև հասկանալու հողից դեպի բույսին, օրինակ ծանր մետաղների անցումը, կամ եթե կիրառվել են որոշակի թունաքիմիկատներ, դրանց մնացորդային քանակությունները բույսի որ հատվածներում են մնացել, դե բնականաբար շատ հաճախ մենք հետազոտում ենք ուտելի հատվածները, քանի որ դրանց սպառման միջոցով ենք, հա, ներգործության ենթարկվում։ Օրինակ, այստեղ կա տերևավոր բանջարեղեն եւ
համեմական կանաչի, որը գրականության մեջ էլ հայտնի է, որ լավ կուտակի չէ տարբեր տեսակի օրինակ ծանր մետաղների համար։ Բայց եթե օրինակ կարող ենք համեմատականներ անցկացնել, հա, եւ մեր հետազոտությունների ժամանակ էլ դրան բախվել ենք։ Ունենք կարտոֆիլ եւ ունենք համեմական կանաչի։ Մի դեպքում միգուցե համեմական կանաչու մեջ ծանր մետաղների պարունակությունները լինեն շատ, բայց կարտոֆիլի մեջ լինի քիչ։ Բայց երբ որ իրականացնում ենք ռիսկի գնահատում եւ տեսնում ենք ի հաշվին նրա, որ մենք կարտոֆիլ շատ ենք օգտագործում, ըստ էության մենք ավելի շատ ենք ենթարկում այդ թունավոր նյութերի ներգործությանը, քան այն դեպքում, երբ դիտարկում ենք կանաչեղենի սպառումը։ Այսինքն ուզում եմ ասել, որ շատ հաճախ միայն կենտրոնանալ պարունակության կամ դրա առավելագույն թույլատրելի քանակությունները գերազանցելու վրա պետք չի։ Եվ եթե խոսում ենք ռիսկերի գնահատման տեսանկյունից, այստեղ այլ գործոններ եւս պետք է հաշվի առնենք, որոնց թվում են սպառման հաճախականությունը եւ սպառման չափաքանակները։ Ես հիշում եմ, որ ժամանակին նշվում էր, որ օրինակ թութն է շատ սիրուն կլանել տարբեր բաներ մետաղները եւ քաղաքում աճած թթի ծառից չարժի թութ ուտել, համաձայն եք։ Նույնը ելակի մասին էին ասում։ Մեկոկենտրոնում տարիներ առաջ նմանատիպ հետազոտություն իրականացվել էր եւ Երևանի բոլոր շրջանների թթի ծառից նմուշներ վերցրել էին եւ հետազոտություն իրականացրել էին, մասնավորապես ծանր մետաղների առումով, եւ իրենք որոշակի ցուցիչ են, հա, թե արդյոք աղտոտում կա եւ ցավոք պետք է նշեմ, որ մեծամասամբ այդ թթի նմուշները պարունակել էին ծանր մետաղ։ Ես ասում եմ Երևանի թութ մի կերեք։ Չէ, չի կարելի, կային այնտեղ որոշակի շրջաններ, որոնցում գերազանցող պարունակություն չկար, բայց եթե հաշվի առնենք քաղաքային ծանրաբեռնվածությունը, փոշին եւ նմանատիպ բոլոր աղբյուրները, ապա ենթադրելի է որոշակի քանակություններ կարող են լինել։ Իհարկե, պատկերը տարիների ընթացքում միգուցե կարող է փոխվել, որովհետեւ այս նյութերը այնպես չէ, որ հաստատուն պարունակությամբ միշտ լինում են։ Պետք է հաշվի առնել, որ կուտակման առանձնահատկությունները տարբեր մթերքների, պետք է հաշվի առնել, թե ինչ ժամանակային, հա, ինտերվալում մենք իրականացնում հետազոտությունները, միգուցե փոփոխություններ լինի, բայց ելի եմ ասում, մենք ցավոք այդ ռիսկերից խուսափել չեն կարող, որովհետև այնպես չէ, որ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում զրո ռիսկ հասկացություն ցավոք չկա։ Այս վտանգները այսպես թե այնպես մեր շրջապատում եւ ցավոք սրտի նաև սննդամթերքում կարող է լինել։ Իհարկե, այն խիստ վերահսկողություն պետք է իրականացվի, մասնավորապես այս մթերքների նկատմամբ եւս, ասեցի, որ մոնիթորինգային տվյալներն են լավագույն պատկերը տալիս, հա, արդյոք մենք ունենք որոշակի խնդիրներ գերազանցումների մասով թե ոչ, բայց որպես նաև ռիսկերի գնահատման հետազոտություններում ընդգրկված անհատ կարող եմ ասել, որ բազմազանեցում այս դեպքում մեզ կարող է օգնել։ Հիշում ենք կարևորը, մեզ անհրաժեշտ են մրգեր եւ բանջարեղեն, առնվազն 200 գրամ մինչեւ 400 գրամ բանջարեղեն ամեն օր պետք է օգտագործել։ Կարևորը անվտանգության տեսակետից օգտագործում ենք տարբեր տեսակի բանջարեղեններ, ցավոք սրտի ինքնուրույն որոշել, որի մեջ ինչ կա, չի ստացվի, մնում է վստահել հապատկան մարմիններին, որ նրանք կհետևեն եւ ընդհանրապես մնաց ինձ հիշեցնել, որ մեր այսօրվա հյուրը Էկոկենտրոնի Պարենային անվտանգության եւ սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար խիստ լավատես Մելինե Բեգլարյանն էր, որը կարծում էր, որ ամեն ինչ հաստատ լավ է լինելու։ Ես նույնպես համաձայն եմ նրա հետ, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ Գեղեցկության արվեստն է, այսօր խոսելու ենք մաշկային գոյատևությունների մասին։ Գոյատևությունները տարբեր են լինում։ Նրանց մեջ մտնում են նաև խալերը, որոնք սովորաբար առաջանում են մինչև սեռահասունացման տարիքը, մինչև 12-20 տարեկան հասակը։ 20 տարեկան հասակից հետո առաջացած բոլոր գոյատևությունները անհրաժեշտ է հետազոտել եւ պարզել նրանց բնույթը։ Հետազոտման անհրաժեշտություն ունեն նաեւ այն գոյատևությունները, որոնք առաջացել են մինչև սեռահասունացման տարիքը, բնածին կամ վաղմանկական տարիքում, սակայն սեռահասունացման տարիքից հետո ենթարկվել են որևէ փոփոխության, լինի դա գույնի փոփոխություն, չափի, կոնսիստենցիայի։ Խալերի հետազոտման համար ոսկե չափանիշ հանդիսանում է դերմատոսկոպիայի մեթոդը, որի ընթացքում մաշկի ամբողջականությունը չի խախտվում։ Առերևույթ արտաքինից զննելով գոյատևությունը հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել ներմաշկային գոյատևությունները։ Այս պահին մենք տեսնում ենք մաշկից բարձրադիր հանգույց, գունակային հանգույց, բնույթով ինտրադերմալ խալ։ Այսինքն բարորակ գոյատևություն է, խալի տեսակ է, որը ունի ոչ մակերեսային տեղակայում։ Այս գոյատևությունը բարորակ լինելով ցուցում չունի հեռացման, բայց չունի նաև հակացուցում։ Եթե պացիենտի մոտ առաջացնում է դիսկոմֆորտ, հաճախակի տրավմայի է ենթարկվում կամ էսթետիկ առումով պացիենտին դուր չի գալիս, տվյալ գոյատևությունը կարող է հեռացվել, հեռացումը կլինի անվտանգ, եթե կատարվի հեռացման վիրաբուժական մեթոդը։ Իդեպ մաշկի չարորակ ուռուցքներ կարող են առերևույթ նմանակեղծել խալեր, այսինքն
ունենալ խալի տեսք, բայց լինել չարագ գոյացություններ։ Այդ իսկ պատճառով ցանկացած գոյացություն հատկապես հեռացնելուց առաջ անհրաժեշտ է հետազոտել, հստակեցնել գոյացության բնույթը եւ ընտրել բնույթին համապատասխան հեռացման մեթոդ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։